Արդեն 30 տարի փակայես, բայց չգիտեմ մեջն ինչ կա։ 73 թվին եմ ընդունվել։ Ջահելության ամենալավ տարիքներ։ Այստեղ կար է թելելու, բայց մեքենաների ձայները, որ լրիվ աշխատում էին, ձենը մեկ-մեկին չէր լսում։ Պիտի մոտանայիք իրարու, նոր ասելու բան ասեինք։ Մոտավորապես 200 հոգի աշխատել են, բայց սմենափոխ, 2 հերթով ենք աշխատել։ «1970 թվականին հիմնադրվեց Եղեգնաձորի տրիկոտաժի ձեռնոցների ֆաբրիկան։ 92 թվականին մեր բանվորների թվականակը 1000-1200 բանվոր էր։ Մեր ֆաբրիկան ուներ 3 գյուղերում տեղամասեր՝ Թարատում, Քարագլուխ եւ Ալայաս։ Արտադրանքը հիմնականը արտահանել ենք դուրս, Խորհրդային Միության բոլոր տեղերը մենք ուղարկել ենք, նաեւ մեր արտադրանքը ուղարկել ենք եվրոպական սոցլագերի երկրներին։ Մենք արտադրել ենք հիմնականում մանկական արտահայտություններ, Արցախյան պատերազմի համար արտադրել ենք ժիլետներ, արտադրել ենք զինվորների համար գուլպաներ, արտադրել ենք մատներով ձեռնոցներ, կարելի ասել ամբողջ Արցախյան պատերազմի ժամանակ վեշավոյ մեշոկ, սրբիչ, ամեն ինչ որ անհրաժեշտ է եղել, ինչ որ մենք կարողացել ենք արտադրել ենք, բայց հիմնական մեր արտադրանքը շատ գեղեցիկ մանկական շորեր են, որովհետև յուրաքանչյուր արտադրանքի վրա կա ուղեկցող թերթիկ, որտեղ գրված է նույնիսկ թե որ տարիներին ենք արտադրել, օրինակ սա արտադրել ենք 86 թվականին, 1986 թվականին։ Ուրեմն մեր ընկերության արտադրած կանացի ներքազգեստը, որը կարելի ասել ամեն մի տուրիստ գալով ստորագրում է եւ զարմանում է, որ այդպիսի արտահայտություն գոյություն ունի։ Հիմնականը մեր աշխատողներն են ստորագրել, հայերեն, ռուսերեն, տարբեր լեզուներով, ինչպես ցանկացել է ստորագրել է։ Մի նորվեգացու ասեցի, որ մեր կանայք հագնում են նման ներքազգեստ, դրա համար պարտադիր առաջինը եկօրյակ տղաներ են ունենում։ Նա հավատաց եւ կողքինին հարցում է, բա տնօրենը ճիշտ է ասում, այդպիսի բան կա թե չկա։ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում կար հզոր թեթև արդյունաբերության նախարարություն, որը Հայաստանի տնտեսության մոտ 30-ից 33% ապահովում էր։ Չկար մի մարդ, չկար մի շրջան, որտեղ չլիներ թեթև արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ։ Լավ աշխատանքի համար նախարարության կողմից մեր ձեռնարկությունը ստացել է փոխանցիկ դրոշ։ Որը սովետը փլուզվելուց հետո մնացել է մեզ մոտ։ Ընկերություն աշխատանքները դադարեցրել է 1998 թվականին։ Ընդամենը մեկ ամիս է պետք հաստոցները մաքրել, յուղել, սպասարկել, հավաքել նախկին աշխատողներին, ընդունել նոր բանվորուհիներ, նրանք ընդամենը մեկ ամսում իրենց փորձը կփոխանցեն։ Այս մեքենաներ աշխատելու համար ամենամեծ խնդիրը սպասարկող անձնակազմն է։ Ենթավարպետ ենք ասում մեքենաներ սպասարկողները։ Դեռ ունենք 2 հոգի, որոնք շատ բավարար տիրապետում են մեր հին աշխատողներին, չնայած արդեն 70-ին մոտ են, բայց կկարողանան շարունակել ձեռնարկության աշխատանքները։